Պարոն Սաղաթելյան, ձեր մեկնաբանությունը, ձեր գնահատականը Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող գործընթացին։ Երեք այդ մասին արդեն ասել եմ, որ ակնհայտ է բոլոր ազդեցիկ անձանց, ովքեր կանգնած են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, ովքեր այս ժամանակահատվածում օգնել են Արցախին, բարձրաձայնում են Արցախի հարցի մասին, այս իշխանությունների կողմից թիրախ են։ Հետևաբար այս ամբողջ հալածանքները, բռնությունները, այս ամեն ինչ, որ կատարվում է, պետք է նայել այդ կոնտեքստում։ Մնացածը արդեն փաթեթավորման հարց է, իսկ Նիկոլ Փաշինյանը իր սրիկայություններով դրա վարպետն է։ Փաստորեն եկեղեցուն աջակցել նշանակում է իշխանությունը զավթել, սա է այս իշխանությունների եւ ուժայինների տրամաբանությունը։ Տեսեք, այս իշխանությունների տրամաբանությունը շատ հստակ է, վերացնել բոլոր դիմադրության օջախները, ազգային ուժերին, անհատներին, հեղինակություն, միջազգային կապեր, իրենցից ինչ-որ բան ներկայացնող մարդկանց, սա նաև իրենց վախի ցուցիչն է, որը շատ հետևողականորեն փորձում են այս ճանապարհով վախեցնել, լռեցնել, սա շատ ուղերձ է նաև բոլոր այն գործարարներին, որ եթե թուրքական պահանջների հետ հաշտ չեք, ձեզ սա է սպասում։ Ու սա շատ-շատերին մեկ անգամ եւս մտածելու տեղիք է տալիս։ Նաև նրանց, ովքեր մտածում են, որ իրենց հերթը չի հասնելու, այս պետք է բոլորը տեսնեն, գիտակցեն, հասկանան խորությամբ, թե ինչ է կատարվում մեր շուրջ, մեր երկրի ներսում եւ իրական թշնամիները ինչ են անում մեր պետության հետ։ Սաղաթելյան, բայց ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ հայտարարությունները եկեղեցու մասին չէր, այլ Հայաստանի Հանրապետության մասին էր ու փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանում կարող են գալ ինչ-որ մարդիկ, ինչ-որ տեղից ու իրենց ձևերով ասած ինչ-որ բան անել, ասում է, եթե կոնկրետ լուծումներ ունի Հայաստանի Հանրապետությունն ու չի հանդուրժի ինքը, որ որևէ մեկի լեզուն պտտվի ու նման բաներ ասի։ Բայց ինչ է ասել մարդ, ասել է եկեղեցու կողքն եմ, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ինքնիշխանությունից, պետությունից, պետականությունից խոսելու իրավունք չունի, որովհետև ինքը Հայաստանի ինքնիշխանության և պետականության առհասարակ թշնամին է, դա ակնհայտ է, իսկ այն մյուս հայտարարությունը, որ պետք է ազգայնացվի, պետականացվի, հեծը եւ այլ նմանատիպ կառույցներ, դա էլ շատ հստակ պետք է հասկանանք ինչի մասին է խոսք։ Առհասարակ ռուսական կապիտալով ընկերությունները, հեծը կլինի, վաղը կլինի Գազպրոմ Արմենիան, հետո Քաջարան, այն միսօրը Հարավկովկասյան երկաթուղիները, ինքը պետք է ազգայնացման անվան տակ խլի, որ այս ամեն ինչը հանձնի թուրքերին։ Այսա սրա քաղաքականության վերջը եւ սենց մեծ կապիտալով փորձում ամսի 20-ին գնալ Թուրքիա ներկայացնելու, թե տեսեք ես ինչեր եմ անում, եկեղեցու դեմ պայքարելով, գործիչների դեմ պայքարելով, շատ ուղիղ եւ շատ ուղիղ հասկանում եմ ինքը քայլեր ձեռնարկում ռուսական կապիտալով ընկերությունների, ռուսական ազդեցությունը ստեղ թույլատնելու եւ դրա փոխարեն Թուրքիային Հայաստան մտցնելու ուղղությամբ։ Այս է սրա քաղաքականության ուղիղ պարզ բանաձևը ինչ ուզում է որ անի։ Մնացածը արդեն այս ամեն ինչը ոնց կարա փաթեթավորի մեր ժողովրդին խաբելու համար, դա իր եւ իր վարպետների, տերերի վարպետությունից է։ Ոչ մի լավ բան։ Ոչ մի լավ բան, ընդ որում որ ներկայացնում են սա պատմական առաջին դեպքն է եւ այլ, Նիկոլ Փաշինյանի կառավարման 7 տարիները բոլորը ձախողման, պարտության, նվաստացման, հերթական գնում է իրականում, սենց պետք է շատ բառացի արդեն ամեն ինչ ձևակերպել, էլի, որովհետեւ այնքան հստակ է գնում է իր ավագ եղբորից նոր հրահանգներ ստանալու համար։ Իսկ եթե այն խոսակցությունը, որ կա այն օրակարգը, նաեւ գնում է Անկարայում քննարկել Բաքվի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որ իրականում կապիտուլյացիա է, ու արդեն Թուրքիան է միջնորդ դառնում հայ-ադրբեջանական հարաբերություններին, դրանով արդեն ամեն ինչ ասված։ Պարոն Սաղաթելյան, իսկ ինչ եք անում դուք ձեր քաղաքական ուժը կանխելու այս սցենարները, որոնց մասին նշում եք։ Դուք ես հարցը սենց անընդհատ ինձ հետևողական տալիս եք, ես ձեզ սիրով ամեն անգամ պատասխանում եմ, անցնող 5 տարվա ընթացքում կարծում եմ ինչ ենք արել բոլորի աչքի առջև, առհասարակ այդ հարցը պետք է տաք նրանց, ովքեր մինչև հիմա որևէ բան
չեն արել եւ շատ հստակ ասում եմ, այս բանը լուրջ խորհրդակցություններ են տեղի ունենում ավելի խորքային գործընթաց սկսելու համար։ Ավելի կոնկրետ գործընթացը ենթադրում է նաև գործողություններ, ավելի կոնկրետ ու ավելի հստակ այս բանը որը բան չեմ կարող վերջնական ասել, բայց կարող եմ հստակ ասել, որ կա խորհրդակցություն տարբեր ուժերի, քաղաքական գործիչների միջև ստեղծված իրավիճակում համարժեք քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։ Պարոն Սաղաթելյան, երբ Փաշինյանը նամակների միջոցով օրինակ նույնիսկ ԲԴԽ-ի նախագահ է աշխատանքից հանում, այս պարագայում դատարանից ինչ ակնկալիք ունեք։ Առհասարակ Նիկոլի դատարաններից մեծ ակնկալիք ունենալը լուրջ չի, բայց քանի որ գործը շատ ջուր է, շատ ծիծաղելի է, ծաղրի առարկա է ամեն ինչը, դրա համար միշտ ինչ որ 1% հույս ունես արդարության, չգիտեմ, ողջամտության, բայց ընդհանրապես Նիկոլի տիրապետության տակ գտնվող դատարաններից մեծ հույս ունենալ չի կարելի։ Սաղաթելյան, տարածաշրջանային իրադարձություններին, եթե կարելի է անդրադառնանք, Իրանի հայ համայնքից արդեն ներկայացուցիչներ ունենք, ովքեր փորձում են վերադառնալ Հայաստան, սահատում են սահմանը, խոսում եք իրենց հետ, ինչ կապ ունեք, ինչ չէ կատարվում այնտեղ։ Ընդամենը 1 ժամ առաջ եմ խոսել նաև Իրանի մեր ընկերների հետ, գիտեք դաշնակցությունը կառույցները համայնքում ներկայացումը բավականին վիճակը գնալով տագնապալի է դառնում եւ Հայաստան այս բանին գալիս են ոչ միայն իրանահայեր, այլ նաեւ իրանցիներ ու բավականին մեծ հոսքով։ Իշքանը մեր պետությունը պատրաստ է մարտահրավերը դիմավորելու այս ծանր աշխարհաքաղաքական պայմաններում եւ մեր երկրի շուրջ ինչ է տեղ ունենում, Նիկոլ Փաշինյանի գործողություններից արդեն ակնհայտ է, որ այս մարդը գոյություն չունի, սրա առաջնային խնդիրը երբեք մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը կամ պետականությունը չի։ Այս իմաստով, որ տեսնում ես ինչ է կատարվում մեր շուրջ, ով է Հայաստանի իշխանություն, մտահոգությունները կրկնապատկվում են ու բավականին մտահոգիչ է այն ինչ որ տեղի է ունենում։